Քվեարկեք միասնության թևերի օգտին, քվեաթերթիկ համար 6։ Արդարությունը գալիս է, որպեսզի ունենանք երաշխավորված անվտանգություն եւ զորեղ բանակ։ Քայլ 1. Անմիջապես կստեղծվի Հայաստանի վարչապետին առընթեր ռազմական բարեփոխումների հանձնաժողով։ Քայլ 2. Մեր պաշտոնավարման առաջին տարվա ավարտին հանձնաժողովի մշակած ծրագրի հիման վրա կապահովվի զսպման լիարժեք կարողություններ, իսկ պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտին ռազմական հավասարակշռություն։ Քայլ 3. Մինչև հանձնաժողովի կողմից ծրագրի մշակումը օրենքով կսահմանվի, որ պաշտպանության ծախսերը չեն կարող հնայի 8%-ից պակաս լինել։ Պաշտպանական ծախսերից տարեկան կես միլիարդ ԱՄՆ դոլար պարտադիր կուղվի հայաստանյան ընկերություններից գնումներին արագացնելու համար մեր ներքին ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը։ Քայլ 4. Երկիրը մշտապես պատրաստ կլինի պաշտպանության, որովհետև պետությունը, հասարակությունը եւ տնտեսությունը կգործեն որպես մեկ համադրված համակարգ։ Քայլ 5. Ճշմարտության բացահայտման եւ պատասխանատվության համար անմիջապես կհանրայնացվեն 2016 թվականի քառօրյա եւ 2020 թվականի 44-օրյա պատերազմների վերաբերյալ ազգային ժողովի զեկույցները։ Քայլ 6. Կստեղծվեն խելամիտ սահմաններ ու թվային պաշտպանություն, ավտոմատացված ցանկապատով եւ մարդու անմիջական ներգրավման նվազեցմամբ։ Կգործի եռաշերտ բանաձև, ավտոմատ հայտնաբերում իրական ժամանակում, ազդանշան, արագ արձագանք, կստեղծվի տեղերում ակնթարթային որոշումներ կայացնելու կարողություններով օժտված բանակ։ Հունիսի 7-ին քվեարկեք մեր օգտին։ Արդարությունը գալիս է մեզ վերադարձնելու մեր երկիրը։ Առանց ձեր քվեի չկա արդարություն։ Քվեարկեք միասնության թևերի օգտին, քվեաթերթիկ համար 6։